Ակերում բարեձեշ նկանը որ համաձայնեցիք այս զրույցին եւ այսպես այսօրվա մեր հիմնական թեման լինելու է երեք մայր տաճարում ինչ տեղի ունեցավ ըստ էության այս իշխանությունը մնացել է ուժով եւ պարտադրանքով որտեղ տեսանք հրապարակումներ եղան բերված իրենց այսպես կոչված աջակիցների հույսին 100-ից մաքսիմում 150 հոգի մարդ ովքեր եկել էին վեհարան եւ ինչ որ վանկարկումներ էին անում, բայց շատերը նաեւ գլխիկոր ուղակի հեռանում էին մայր տաճարից եւ դրան զուգահեռ մեր հավատավոր ժողովուրդը այնտեղ էր եւ տեսանք ինչ տեղի ունեցավ։ Հիմա կխնդրեմ այս ամենի հետ կապված ձեր մեկնաբանությունը նաեւ 3 ժամերգության ժամանակ վեհապարի խոսքը ինչպես եք մեկնաբանում, համեցեք։ Շնորհակալություն Ուրեմն միանշանակ կարելի արձանագրել, որ երեք թե Նիկոլ Փաշինյանը եւ թե 10 տիրադավները հստակ պարտություն կրեցին, պլանավորված այդպես աշխատանք էր, ես կարծում եմ, հիմա հիմնականում այդպես կարելի է գնահատել, որ Նիկոլը գուցե նախնական մի փորձ էր անում գնահատելու համար, թե որքան հնարավորություն ունի այդպես ուղղակի գրող կազմակերպելու, նաեւ ասենք ժողովրդային աջակցության չափն էր ուզում չափել, թե ինչպիսի աջակցություն է վայելում վեհապար Հայրապետը։ Եվ բարեբախտաբար ժողովրդային աջակցությունը չափազանց ուշադրավոր եւ մեծ էր, այնքան որ ինչպես արդեն դուք նշեցիք, ընդհանրապես որից բան չկարողացան անել եւ գլխիկոր հեռացան։ Եվ հետաքրքիր է, որ ընդհանրապես նույն մարդիկ են, այսինքն եթե նայեք նույն դեմքերը, ովքեր պատարակից պատարակ Նիկոլ Փաշինյանի ավտոբուսով նստած գյուղից գյուղ, քաղաքից քաղաք շրջում են Նիկոլի հետ տարբեր, այդպես ասած, կեղծ պատարակների ներկայացումների են մասնակցում եւ այնտեղ թիվ են ապահովում Նիկոլ Փաշինյանի համար, նույն մարդիկ էլ երեք եկել էին իբր աջակցելու 10 եպիսկոպոսներին։ Հիմա նախկին օրը եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, հիմա մտածելով, որ այդպես ասած ժողովուրդը պիտի գա այդտեղ հավաքվի, բայց տեսանք դե հիմնականում այն ակնկալիքը, որ իրենք ունեին, դա իրականություն չդարձավ եւ ունեցանք այն ինչ որ ունեցանք բարեբախտաբար հիմա դա բացարձակ ձախողում էր։ Ավելի ես կարծում եմ շատ ավելի ողորմելի վիճակի մեջ հայտնվեցին այդ 10 տիրադավ այսպես կոչված սրբազանները, որոնք վերջում տեսանք ինչպես 10-ին խցկել էին մեկ հատ գազելի մեջ ոստիկանների ուղակցությամբ իրենց հեռացրեցին։ Հիմա դուք պատկերացրեք մի հատ սրբազան հայր, որ մի ամբողջ թեմի այդպես ասած հոգևոր առաջնորդությունը իրեն է վստահված եղել ժամանակին եւ այդ հոգևոր այդպես ասած ինքը այնտեղ ունեցել է փառք, պատիվ, այդպես ասած իրեն ամեն կերպ մեծարել են, հիմա հասել է միտեղ Նիկոլին ծառայելու շնորհիվ, որ իրեն այդպես ասած խցկում են մի հատ գազելի մեջ եւ ոստիկանների այդպես ասած օգնությամբ կարողանում է իր սեփական ժողովրդից ապահով մնալ եւ այդպես ասած հեռանալ բայրից։ Սա ուղղակի իրենց համար ձախողում էր եւ կարծում եմ շատ հստակ կերպով Նիկոլ Փաշինյանը ապտակը ստացավ եւ հասկացավ, որ ամեն դեպքում եկեղեցին այն կառույցը չի, որին ինքը կարող է մոտենալ, սա մի կարմիր գիծ է, որի հատելը նույնիսկ շատ քպականների համար իսկ ասում եմ այդպես ասած ցավալի է եւ անթույլատրելի է։ Հիմա ես երեք մի շատ հետաքրքիր դեպքի ականատես եղավ իմ Facebook-յան էջում էլ դրել էի դա news.am-ի տեսագրությունների մեջ YouTube-ի ալիքներով հանդիպեցի պատահաբար ուրեմն իմ իրանահայ հին բարեկամներից մեկը կա, որ իդեպ ԿՊԱ-ական է դժբախտաբար 2018 թվականին մասնակցել էր հեղափոխությանը, շատ այսպես ասած ոգևորված էր հեղափոխության գաղափարներով, արժեքներով, բաներով, որ այդ այսպես կոչված հեղափոխությունը ցանկանում էր բերել։ Իդեպիքը հայրադարձվել է 1990 թվականին, այդ ծանր ու դժվարին պայմաններում է հայրադարձվել Հայաստան եւ այստեղ բնակվել է։ Ուրեմն 2021 թվականին այդ իմ բարեկամը ուրեմն ԿՊ-ի ցուցակի մեջ էր, բայց հետո ես հիմնականում բարձրաձայնեցի, որ ինքը երկքաղաքացի չի կարող լինել ցուցակի մեջ եւ ցուցակից դուրս տրվեց։ Ուզում եմ ասել, որ ինչ աստիճանի ինքը այսպես կապված ա եղել ԿՊ-ի հետ, բայց երեք նկատեցի, որ ինքը հակառակ ճակատում էր կանգնած եւ շատ հետաքրքիր կերպով հանդիմանում էր կարգալույց եղած հոգեվորականներին, քահանաներին, ովքեր չեն ենթարկվել իրենց կարգալույց լինելու հրահանգին եւ դեռ հոգեվորականի հագուստ են կրում եւ շատ այդպես վերջի շրջանի գրառումներ էլ մոտավորապես էս նույնն ցույց տալիս։ Խոսքս նա որ հիմնականում այդ եկեղեցին, հայոց առաքելական Սուրբ եկեղեցին, կաթողիկոսը, Մայրաթոր Սուրբ Էջմիածին, դրանք կարմիր գծեր են, որոնք Նիկոլը հատելով մի տեսակ կարծես ինքը գրել է այդպես ասած մեր մահապարտական գործողության է գնացել, բարեբախտաբար դա մեր օգտին է վերջանում, որտեղ գնալով դա հարվածում է նաև իր վարկանիշին եւ տեսնում եք մարդիկ, ովքեր միջև 3 իրեն
պաշտպանում էին, հիմա գոնե այս հարցում առնվազն իր այդ տեսակետը չեն կիսում եւ շատ հստակ կերպով նույն շակատում են կանգնած, պաշտպանում են կաթողիկոսին, նրա տված որոշումները, կարգալույց անելու որոշումը պաշտպանում են եւ հանդիմանում որ դուք ինչ իրավունքով եք հակույց կրում, եթե կարգալույց եք եղել, եթե ձեր պաշտպանման վայրը լքել եք, ինչպես է ոստիկաններին հանդիմանով չեք ամաչում, դուք ոստիկաններով եք շրջապատված որպես քահանաներ, այնպես ասած, ման գալիս։ Հիմա շատ հետաքրքիր է, որ հոգևորականի ծառայություն ինչ է, հոգևորականի կոչումն է, որ ինքը կարողանա ժողովրդի հետ շփման մեջ մտնի իր ծուխին, որ իրեն վստահվել է, կամ եթե բարձրաստիճան հոգևորական այն թեմը, որ իրեն վստահվել է, նրան կարողանա առաջնորդի, այդպես ասած, գլխավորի եւ հարգանք պատի վայր։ Հիմա այս մարդիկ հասել են միտեղ, որ իրենց սեփական ժողովրդից պետք է պաշտպանեն Նիկոլի ոստիկանները, այսպես ասած, անվտանգության ծառայության ուժերը, եւ սա ստորացման այդպես ասած, ամենաստորին կետն է, որ այս մարդիկ կարող էին հասնել։ Ես չգիտեմ իսկապես այս մարդկանց վրա Նիկոլը ինչպիսի կոմպրոմատներ ունի, որ այս մարդիկ պատրաստ են այսպիսի ծառայության գնալ, այսպես նվաստանալ իրենց ժողովրդի մոտ, բայց անկած Նիկոլը չլինի այդ կոմպրոմատները, այդպես ասած, հրապարակի կամ Երևան հանի։ Ամեն դեպքում, եթե եկեղեցու մեջ խնդիր եղել է, հենց նման այդպես ասած հոգևորականների շնորհիվ է եղել, որոնք բարեբախտաբար հիմա Նիկոլը գոնե մի լավություն արեց, որ այս մարդիկ կեղտը ջրի երես եկավ, պարզվեց, եւ հիմա կարծում եմ սրանից հետո նաեւ եկեղեցին է մաքրվելու եւ մնալու այն բյուրեղ մաքուր եկեղեցին, այն բանը, որ մենք կարծում ենք պետք է հասնի եկեղեցին դրան հասնելու է եւ Նիկոլի այսպես ասած կատարած աշխատանքը ճիշտ հակառակ արդյունքն է տալիս բարեբախտաբար հոգուտ մեզ։ Հիմա չգիտեմ Նիկոլի հաջորդ քայլը ինչ է լինելու այս բերտական պարտությունից հետո, որտեղ ես կարծում եմ սա իր թերթական փամփուշտներից մեկն էր կրակեց, ինքը հիմնականում փորձում էր եկեղեցու մեջ բարակտում գցել, երեք էլ տեսանք ինքը կողք էր կանգնել, եպիսկոպոսներին էր առաջ գցել այդ տիրադավներին, որպեսզի նրանք ժողովրդին հրահրեն տանեն, դա էլ չստացվեց հիմա Սապակսի շրջանում ինչ անում է մի տեսակ այդպես փակուղու մեջ է մտնում Նիկոլը դեմ հանդիման է գալիս կոշտ պատի չի կարողանում առաջ գնալ հիմա վերջի քայլը գուցե լինի այսինքն վեհապարին կանոնավորել որ ես չեմ կարծում դրա համաճակությունը հանդգնություն ունենա որտեղ երեկվա այդ աջակցությունը որ ցուցաբերվեց ժողովրդի կողմից կարծում եմ խելացի մարդը կհասկանա որ դա այն կարմիր գիծն է որ ինքը չպետք է հատի ամեն դեպքում հիմա պիտի սպասենք տեսնենք հաջորդ քայլերը ինչ է լինելու բայց ամեն դեպքում վեհապար հայրապետի անկեղծ ասած խոսքը ես մանրամասնությամբ դեռ չեմ հասել լսեմ մեր մոտ աշխատանքային օրեր թողել է այս գիշերը մի քիչ ավելի մանրամասնությամբ լսեմ բայց ընդհանուրությամբ որ ծանոթացա ամեն դեպքում միասնականության եկեղեցուն կողքին կանգնելու կոչերը եւ ամեն դեպքում դա է որ այսօր մեզ համար կարեւոր է որ չտրվենք սադրանքներին ու նաեւ կարծում եմ եթե չեմ սխալվում նաեւ եպիսկոպոսներին կոչ արվել որ մեկ անգամ եւս վերանայեն եւ վերադառնան եւ հասկանան որ ինչպիսի սխալ ընթացքի մեջ են դրվում որտեղ Նիկոլ ամեն դեպքում այս պահին այդ տիրադավների միջոցով այդ ներքին այդպես ասած անոն դավանդիների միջոցով փորձում եկեղեցու հիմքերը քանդել հույսով եմ որ եթե մի փոքր այդպես ասած իրենց կոչումի հանդեպ հավատարմություն դեռ այդ մարդկանց մեջ կա կհասկանան թե ինչպիսի վտանգավոր ճանապարհի մեջ են գնալու մեկը ասենք հիմա վաղը հանկարծ ասված միանացել եթե ինչ որտեղ կարեկի վահապարը տեղի տվեց եւ հրաժարական է տվեց մեկը այդ մարդիկ այլևս ոչնչացած են որպես հոգեվորականներ այս իրավիճակով որ երեք ստեղծվեց իրենց համար այս ընթացքում որ իրենք կիրառել են ամեն դեպքում որից է պաշտոն ստանձնելու հավակնություն կարծում եմ իրենք չպետք է ունենան իրենք ամեն դեպքում այս պայմաններում զրոյացված հոգևորականներ են իրենց հեղինակությամբ իրենց ամբողջ անցյալ վաստակը դրել են այդպես ասած սկուտեղի վրա նվիրել են Նիկոլ Փաշինյանին եթե ինչ որ հիմա մի փոքր հույս էլ եթե ունեն դա վերադարձն է իրենց խելքի գալն է եւ այդպես ասած ճիշտ ուղղության վրա հայտնվելն է հիմա այս շանսից կօգտվեն չեն օգտվի արդեն մնում է իրենց բայց մեկը ասում եմ այս իրավիճակից շահող չէ որից մեկը չի լինելու բայց հիմա եթե ուզում ընդհանրության մեջ նայեմ երեկվա երևույթ ամեն կերպ իմ համար նաև այդպես ասած հաճելի չէր մենք չպետք է ամեն դեպքում հասնեինք այստեղ որ ամեն դեպքում այդպիսի մեր պես ասած պաշտպանության խրամատը հասներ արդեն վեհարան կամ Մայրաթոր Սուրբ Էջմիածի դռներին մենք այդ ճակատը պետք է շատ ավելի հեռուտեղ պահեինք եւ փորձեինք այնտեղ պաշտպանվել բայց ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում ցավոք սրտի ունենալով լիազորություններ տիրապետելով իրավիճակին ունենալով անվտանգության ուժերի իրավապահ ուժերի հովանավորությունը պաշտպանությունը նաեւ ցավոք սրտի միջազգային այդպես այս հարցում նաև աջակցություն տեսնում եք ինչպեսի քար լռություն են պահում կարողանում է ինչ ուզում է անել եւ ցավոք սրտի այդպես ասած զորմայությամբ փորձում է իր ուզած իրականություն դարձնել ամեն դեպքում մենք վերջին այդպես ասած խրամատներում պայքարում ենք պաշտպանում ենք
եւ պատիվ մեր ընդդիմությանը բոլոր ովքեր երեք պատնեշի վրա էին ես օրինակ տեսամ ինչպես էին այսօր ընդդիմությունը միահամուռ միացած կերպով պատնեշ էին կազմել որպեսզի թույլ չտային որպեսզի այդ դավաճանները կարողանան մուտք գործել մայրտաճար փղցեն եւ բարեբախտաբար հաջողվեց մեզ հուսով եմ որ սրանից հետո դա նույնպես կհաջողվի եւ մենք ոչ միայն կհաջողվի այդտեղ պաշտպանել այլ կփորձենք որքան հնարավոր այս վտանգը հեռու պահել մայրաթոր Սուրբ Էջմիածնից Այս աղմուկը, որ բարձրացնում է եկեղեցում, երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսի ըստ էության առաջին խոսքերից մեկն էր մայր տաճարում։ Եվ երբ որ դուք ասացիք, երևի այս մարդկանց միակ փրկությունը այն է, որ դարձի գան եւ այս տիրադավները ուշքի գան, բայց մենք տեսանք նաեւ երեք մինչեւ ժամերգությունը մայր տաճարը եւս մեկ անգամ հաղորդագրություն տարածեց կոչ անելով ուղղակի դադարեցնել այս ամենը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, իրոք շանս ունեն իրենք, թե այլևս վերջացած մարդիկ են։ Իրանք գիտեք ամեն դեպքում մեր հոգևոր այդպես ասած եկեղեցական միշտ էլ ապաշխարության այդպես ասած դուրը բաց է մնում Աստված ներում է եթե որից է մեկ ապաշխարում է իր թողություն է խնդրում ամեն դեպքում Աստված եթե ներում է մենք էլ ավելորդ պարտավոր կարող ենք դա անել բայց դա կախված է իրենցից իրենք կորոշեն վերադառնալ այդպես ասած այս սխալ ճանապարհի սխալ ընթացքից որ իրենք կիրառել են ամեն դեպքում սա լավ տեղ չի տանելու իրենք պետք է հասկանան որ վերջում ամեն դեպքում շահողը մեկը իրենք չեն դինելու այսինքն պատկերացնեն որ իրենք հաղթելու են իրենց համար ոչ մի հաղթանակ չկա նույնիսկ եթե կարողանան ինչ որտեղ այդպես ասած հանգեն ասված մի առասենտը որ վեհապար հայրապետին են այդպես ասած պարտադրեն որ հրաժարական տա մեկը իրենք այս ամեն ինչի հաղթողը չեն լինելու հաղթողը Նիկոլն է լինելու եւ չարժի որ Նիկոլի հաղթանակի համար իրենք ամբողջ վաստակը որ ունեցել են իրենց հոգեվոր կյանքում դրել են ոտնատակ եւ այսպես այս ճանապարհով գնում են բայց գիտեք հիմա որոշ կարմիր գծեր էր կա որ եթե դու հատում ես այլևս դրանց վերականգնելը հնարավոր չի այսինքն հիմա որպես հոգեվորական եթե դու նվաստանում ես այլևս քո այդ նախկին հեղինակությունը չես ունենում որովհետեւ այդ մարդիկ ամեն դեպքում թեմեր են ղեկավարում իրենց ձերքի տակ հոգեվորականներ են աշխատում իրենց վերսկողության տակ հիմա վաղ ինչ երեսով են վերադառնալու նույնիսկ եթե ապաշխարել էլի ապաշխարությունը կարող է իրենց մեղքերի փողություն տալու իմաստով լինի բայց մեկ է իրենց եկեղեցական կյանքում այս մարդիկ դժվար կարող են վերականգնել բայց ամեն դեպքում չծառայելով Նիկոլին կարող են այդպես ասած օգուտ տալ մեր եկեղեցուն որպեսզի մենք այս փակուղային վիճակից որ Նիկոլը միտումնավոր կերպով տանում է մտցնում է իրավիճակը փրկվենք որտեղ ասում եմ այս իրավիճակից վերջին հաշվով եթե ինչ որտեղ ինչ որ շանս ունենան Նիկոլն է հաջողելու եւ մենք չպետք է անենք մի բան որ Նիկոլը կարողանա հաջողի մարդիկ ովքեր հավակնում են որ ծառայում են եկեղեցուն պետք է իրենց ամբողջ ցանկացած քայլ ուղղված լինի եկեղեցու այդպես ասած դիրքի բարձրացման հեղինակության բարձրացմանը բայց տեսնում ենք թե հիմա իրավիճակը այնպես է լինում որ մարդիկ գալիս են լցվում են վարանի բակ նկատեցին վիդեոների մեջ նույնիսկ մի քանի կերպ շշեր էին նետում դեպի մայրաթոր Սուրբ Էջմիածնի տաճարը իսկապես անընդունելի երևույթներ են սրանք որից դրա ամբողջ պատասխանատվությունը դրված է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի այլ նաև այդ 10 տիրադավների վրա եւ իրենք պիտի հասկանան որ ինչպիսի ճանապարհով են գնում եւ ինչպիսի իրավիճակ են ստեղծել եկեղեցու շուրջ իրենց այդ հայտարարություններով որ տարածում են Մենք երեք նաև տեսանք, թե այդ ամենաակտիվը, այսպես ասենք, այդ Թալինի համայնքապետին նախ ինչ խայտարակ կեցվածք ու ձևով էր ինքը իրեն պահում հերոսացին զոհվածի ծնողի հետ շփման ժամանակ եւ ինչ շփում այսինքն այնտեղ հերավորության վրից անգամ որտեղ իրենք ոստիկանական զորքով էին ուղղակի պաշտպանված, փակված եւ այնուհետեւ մայր տաճարի դռների մոտ հայհոյում էր հոգեվորականներին։ Սա ով է, սա ինչի դրսևորում է, ինչ ունեք ասելու սրա նմաններին։ Եկեք քպականների արակներին գնահատական չտանք, այս մարդիկ արդեն 7-8 տարի այս մարդկանց ճանաչում են եւ բոլորս արդեն մինչեւ իրենց ողն ու ծուծը մեզ համար բացահայտված է, գիտեք, այս մարդիկ ով են իրենց գրեհկությամբ, անդաստիրակությամբ, գիտեք, հիմա շատ հետաքրքիր է, որ մի քանի օր առաջ ինքը Նիկոլը խոսում էր, որ կանոնագիրք են, կանոնադրություն են մշակել, որպեսզի այլևս չհայոյեն։ Հիմա իրենց շեֆի այդպես տարածած հայտարարությանը ճիշտ հակառակն են գնում, հայոյում են այդպիսի բավարար են իրենցից դրսևորում։ Ինչ ասեմ, որիցը բան նույնիսկ խոսալը իսկ վատ եմ զգում այս մարդկանց անդրադառնալը, որտեղ իսկապես անդրադառնալու կամ իրենց մասին խոսելու ոչ արժեքն ունեն, ոչ էլ կարևոր է որ իրենց արտադրվի։ Ես ասացի, իմ համար չափանիշը այն է, որ նույնիսկ հենց իրենց քպականները հայտնվել են մեկ իրավիճակի մեջ, որ դեմ են դուրս գալիս հենց Նիկոլի նման վարկագծի, որ եկեղեցու դեմ այդպիսի վերաբերմունք կա ցուցաբերում, կարծում եմ սա ամենահստակ դիրքորոշումը, թե այսօր ինչ իրավիճակ է տիրում իրենց շարքերում եւ այսպես ասած Նիկոլի այդ քայլերը
ինչպեսի իրավիճակ ստեղծել։ Ամեն դեպքում ԿՊԱԿ-ների մեջ կան անքաղաքավարիներ, ինչպես արդեն դուք նշեցիք, երեք տեսանք իրեն պահվածք, մարդիկ կան, որ ամեն դեպքում հիմա միշտ մակարդակ ունենալով հասկանում են, որ եկեղեցին այն կառույցն է, որ չպետք է իրեն մոտենաս, այդ սրբությունը պետք է պահպանվի, հատկապես եթե սփյուռք հայերեն սփյուռքում հոգևոր այդ մշակույթի մեջ են մեծացել, եկեղեցու դերակատարությունը զգացել են, հասկացել են ինչա, ամեն դեպքում մի քիչ տարբեր են նայում եկեղեցու դերակատարության եւ իրենց համար անընդունելի է այս արշավը, որը սկսվել է եկեղեցու դեմ, եւ տեսնում ենք անկախ նրանից, որ ԿՊԱԿ-ն են կամ ինչպիսի գաղափարներ ունեն, մեկը դեմ են գնում Նիկոլ Փաշինյանի այս քայլերին եւ կարծում եմ այդ կարարքի համար ես կարծում եմ այդ մարդկանց պետք է ինչ-որ չափով գնահատել, չեմ ուզում գուցե սխալներ թույլ տվել, բայց գոնե եկեղեցու արծում իրենց այդ մոտեցումը ես կարծում եմ գնահատականի արժանի է, որ չեն գնում կանգնեն այդ լպիչների կողքին, իսկ կանգնեն սկսեն հայոյել եկեղեցուն։ Երեք ամեն դեպքում, այո, ինչպես դուք ձեր խոսքում նշեցիք, ընդդիմադիր համայնքը, այսպես ասենք, միասնաբար գործեց, բայց նաև ուշ երեկոյան Իշխան Սաղաթելյանը հաղորդագրություն տարածեց տեսաուղերձ, որով նշեց, որ շնորհիվ մեր հայրենակիցների այն դավադիր ծրագիրը, որը պլանավորել էր այս իշխանությունը դեմս Փաշինյանի, տապալվեց, բայց զգոնությունը կորցնել չի կարելի։ Առաջիկայում մոտավորապես կանխատեսումներ ունեք, ինքը ինչ քայլերի կարող է դիմել։ Տեսեք, Նիկոլի բնավորությունը կարծում եմ բոլորս արդեն ծանոթ ենք դրան, ինքը պարտությունը չի անդուրժում, թեև Ալիևի մոտ, այդպես ասած, այնտեղ նստած, այդպես ասած, գլուխը կախ, հլու հնազանդ ինչ-որ Ալիևն ասում է ընդունում է, բայց ամբողջ այդ որը գալիս է ներսում եւ իր ժողովրդի վրա իր հավապահ ուժերի անվտանգության ծառայության այդ աջակցության շնորհիվ փորձում է վրեժը ժողովրդից լուծել եւ ցանկացած պարտություն, որ այստեղ կրում է ներքին դաշտում, մենք տեսնում ենք իր հաջորդ քայլը ավելի այսպես համարձակ փորձում է այդպես ասած ավելի կոշտ եւ համարձակ քայլերի գնալ եւ հիմա պետք է սպասենք տեսնենք հաջորդ քայլը ինչա լինելու։ Հիմա պատկերացնել, որ ինքը հրաժարվելու ասելու ներողություն ես սխալվել եմ, օքեյ, վեհապար հայրապետը մնա, կարծում եմ Նիկոլի բնավորությունը ճանաչելով բոլորս հասկանում ենք դա չի անելու, ամեն դեպքում ինքը հիմա նոր բան է պլանավորելու, թե ինչ է լինելու, ասում եմ հիմա մի քիչ դժվար է գնահատել եւ կարծում եմ հենց այդ պատճառով էր, որ Իշխան Սաղաթելյանը ասա մենք պետք է մեր զգոնությունը պահպանենք, որտեղ ցանկացած պահ այս մարդից կարող է մի ինչ-որ անակնկալ, մի ինչ-որ քայլի ակնկալիք ունենալ եւ պիտի պատրաստ լինենք իր ցանկացած քայլի։ Միանգամից տեսակ այդ հայտարարությունը մի քիչ շրջանմեջ տարածեցին։ Նախկին օրերը դրա մասին խոսք չկար, միանգամից ասացին վաղը հավաքվում ենք, ասիկա պիտի հենց այդքան զգոն լինել, եթե հիմա մի բան են հայտարարում, վաղը աշխատանք տանելով մենք պիտի կարողանանք դրան այդպես ասած հակազդելու հնարավորություններ ունենալ։ Բայց մի հետաքրքիր բան էր կար, իսկ ասում եմ երեկվա այդ արշավը, որ կազմակերպեց Նիկոլ Փաշինյանը, պատահաբար չէր, այսինքն պատահաբար չէր ընտրվել այդ ամեն ինչը եւ պարտականություն դրել էր եպիսկոպոսների վրա, կարծում եմ ինչ-որ ուրիշ թեմա նաեւ կոչկելու իրենք նպատակ ունեին, եթե հետեւած լուրերին հաստատ հետեւալիք, որ երեք առաջին անգամ Ադրբեջանից նավթամթերք կա ներմուծվել Հայաստան, կարծում եմ պատմության մեջ առաջին դեպքն է, որտեղ նախկինը որ եղավ մի քանի ամիս առաջ ղազախական, եթե չեմ սխալվում, ցորեն էր, որ Ադրբեջանի ճանապարհով եկավ, այսինքն ադրբեջանական արտադրություն չէր, բայց հիմա արդեն ադրբեջանական, եթե չեմ սխալվում, բենզին թե նավթամթերք կան ներկրվել Հայաստան, լուրը հենց երեք տարածվեց, բայց այնքան էս եկեղեցու վրա հարձակման լուրը ավելի խոշոր եւ կարեւոր էր, մի տեսակ կարծես այդ լուրը մնաց ստվերի տակ եւ կարծում եմ այս ամեն ինչը Նիկոլը նաեւ դրա համար էր կազմակերպվել, որտեղ համանավար պայմանավորվածություն ուներ Ալիևի հետ, որ անպայման պիտի այդ ճանապարհը բացվի, այդ նավթամթերքը գա մտնի որպես այդպես ասած ինչ-որ քայլ Ադրբեջանի կողմից պետք է իրականություն դառնա, բայց նաև մտահոգ էր, որ ինչ-որ արձագանք ունենեմ, ամեն եկեղեցով կարողացավ մի տեսակ սֆերի տակ տանել այդ լուրը, բայց կարծում եմ նաև մենք պետք է ուշադիր լինենք, որ զուգահեռաբար Նիկոլը միայն եկեղեցու խնդրով չի, որ դավաճանությամբ առաջագնում, այդ ոլորտում էլ չափազանց վտանգավոր քայլեր են տեղի ունենում այս պահին, նույնքան վտանգավոր, որքան ասենք եկեղեցու դեմ հարձակումն է։ Եվ երեք ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երբ ասում է ինքը չի կազմակերպել, բայց աջակցում է եւ նորից իրենք շարունակում են պնդել, որ Հայաստանը կաթողիկոս չունի, բայց եւ մենք տեսանք նաեւ երեք Գուգարաս թեմի առաջնորդը ի պատասխան ասաց Հայաստանը վարչապետ չունի։ Խնդրեմ այս մասով իր դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի, որ չի կազմակերպել, բայց աջակցում է։ Այսինքն Նիկոլը կարող է սեփական կարճեք ունենալ, ասել կաթողիկոս կա թե չկա, ինքը որպես Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի ունի մեկ ձայն, կարող է չընդունել հիմա իր իրավունքն անձնական, բայց այն որ
Հայաստանի Հանրապետությունում կաթողիկոս կա եւ կաթողիկոսը ամենայն հայոց կաթողիկոս Լորինս Սուրբոթություն Տեր Գարեգին երկրորդ կաթողիկոսն է, երեք կարծում եմ ժողովուրդը շատ հստակ կերպով դա ապացուցեց եւ ասում եմ ապտակ էր Նիկոլ Փաշինյանին, հիմա դրանից հետո թող կան տեսախցիկները ինչ ուզում է հայտարարի, թող հայտարարի, բայց ինչ որ ինքը չի մասնակցել, գիտեք, դա իր ճարպիկությունից է, որտեվ ինքը մտահոգ է, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվելու, ինչպիսի աջակցություն կունենա, ինքը չէր ցանկանում ուղղակիորեն միջամտություն ունենալ, տեսնում եք հիմա երեք էր ինքը կողք կանգնել, ձեռքերը լվանում, ասում է ինձի կապ չունի, 10 եպիսկոպոսներին առաջ գցել, եթե հաջողեր վերջում այդ հաջողությունը կաներ Իրանը, որտեղ վերջնաշավ այդ 10 եպիսկոպոսները նաև իրան էին հնազանդվում, եթե Աստված մեռած հաջողվեն, բայց պարտության դեպքում ինչպես տեղի ունեցավ ձախողումը, տեսնում եք ձեռքերը լվանում, ասում են ինձի կապ չունի, ամեն դեպքում հեղինակազրկումը մնում է այդ 10 տիրադավներին, իսկ Նիկոլ ասում է ես չեմ ցույցը կազմակերպել, ինձի կապ չունի։ Բնական է իրանք ինքնագլուխ։ Բնական է իրանք ինքնագլուխ չեն գործի, ով չգիտի, որ այդ ամեն ինչի տիկունքում Նիկոլն է կանգնած, բայց դե հիմա թղթի վրա ինքը ասում է ես չեմ հայտարարություն տարածել, հայտարարություն այդ 10 պես ասած եպիսկոպոսները կամ արքեպիսկոպոսներն են տարածել, բայց դե կարծում եմ Հայաստանում միայն ինքն է հավատում իր ասածներին, բոլորն էլ կարծում եմ արդեն շատ հստակ գիտեն, որ այդ մարդիկ ամեն դեպքում անկախ չեն աշխատում, եթե որից է քայլի դիմում են անպայման դա համադրված է Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ եւս երկու հարց, պարոն Մարգարյան, Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն։ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցրել է, որ նախագահ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել է պաշտպանել հայ քրիստոնյաներին։ Նկատել են, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 6-ին եւ հորդորել են մինչ այդ ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերից հայ գերիները տուն վերադառնան։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ցանկացած քայլ, որ կօգնի հայ գերիների վերադարձին ողջունելի, անկախ թե ում կողմից կկատարվի, ինչպես տեղի կունենա, մեր բոլորի նպատակը պետք է լինի այն, որ ինչքան շուտ մեր գերիներին տեսնենք Հայաստանում իրենց հայրենիքում։ Բայց անկեղծ ասած ես լավատես չեմ, որ Ադրբեջանը կարծականքի այդ քայլերին կամ Թրամփի այդ քայլերին։ Ամեն դեպքում ես շատ է խոսվում, որ ամեն դեպքում որոշ թվով գերիներ ամեն դեպքում ազատ արձակվելու են, այսինքն փորձելով որպես բարի կամքի դրսևորում, հատկապես ընտրություններից առաջ ինչ-որ բոնուս անել Նիկոլ Փաշինյանին, բայց հաստատ դրանք չեն լինելու Արցախի ղեկավարությունը, նախկին ղեկավարությունը, ովքեր այսօր ռազմագերու կարգավիճակով պահվում են Ադրբեջանի բանտերում։ Ես վստահ եմ, որ նրանց ամեն դեպքում նրանց անուն չի ներառվելու այդ ցանկի մեջ։ Ամեն դեպքում ես հույս ունեմ, որ Լեմկինի ինստիտուտի այդ ջանքերը իրականություն կդառնան նախագահ Թրամփի աջակցությամբ, հնարավոր կդառնա ինչ-որ գերիների վերադարձի։ Ամեն դեպքում նույնիսկ մեկ հայ գերու ազատ արձակումը ես կարծում եմ ողջունելի քայլ է, բոլորս պետք է դա ողջունենք։ Հիմա Հայաստանի Հանրապետության իշխանությունների բացարձակ անգործության պայմաններում հիմա եթե միջազգային նման կառույցներ ունեն հնարավորություններ, փորձում են այդ հնարավորություններից օգտվելով այդպես ասած նախագահ Թրամփին կոչ անել, որ դա անի, կարծում եմ դա ողջունելի է։ Իհարկե միայն Լեմկինի ինստիտուտը չի, բնականաբար Հայդատի հանձնախմբերը, մյուս կառույցները հայկական, որոնք աշխատում են Միացյալ Նահանգներում, թեև այդպես շատ էլ չեն բարձրաձայնում, բայց ես վստահեցնում եմ, որ բոլորը նույն ուժգնությամբ, նույն հզորությամբ այդ գծով աշխատանք են տանում, փորձում են ամեն կերպ ապահովել հնարավորություն պայմաններ ստեղծել, որպեսզի ինչքան շուտ մենք կարողանանք դրան հասնել, որ մեր ռազմագերիները ազատ հարձակվեն։ Դա Աստված որ այդ իրականություն դառնա, հույսով որ դրա ականատեսը կլինենք։ Ի վերջո պիտի Թրամփը պատասխան տա, իրենք են հայտարարում, իր վարչապետն է հայտարարում, որ բոլոր նրանք աշխարհի քրիստոնյաները, որոնք կհալածվեն, հալածողները ըստ էության պետք է պատասխանատվության ենթարկվեն եւ ժամանակն է գործելու ոչ թե երկերեսանություն դրսեւորելու։ Նախորդ մեր զրույցում դուք անդրադարձաք այդ թեմային եւ այս մասով իհարկե նաեւ մենք անդադ նշում ենք, որ մեր սփյուռքն էլ իրապես անելիք ունի մանավանդ Միացյալ Նահանգների սփյուռքը ճնշում գործադրելով, դիմելով, խնդրելով Թրամփին, հիշեցնելով իր խոսքերը կամ այսպես ասենք հակադիր բևեռին ասելով, որպեսզի այդ ճնշումները իրացնեն։ Ես կրկին եմ ասում, ես հաստատ վստահեցնում եմ, որ այդ ճնշումները մեր կառույցների կողմից, որ այստեղ կան, իրականություն դառնում են Հայդատի եւ մյուս հայկական կառույցների կողմից, այնպես չի, որ անտեսվելա չի խոսվում, հիմա հրապարակային դրանք ուղղակի չեն բարձրաձայնվում, չեն խոսվում ինչ որ նկատառումներից ելնելով, բայց այդ աշխատանքը տարվում է, բայց մի կողմից այդպես ասած
համայնքային ջանքերի, եթե ուզենանք այդ տեսակետից նայենք, մի քիչ այդպես ասած հիմա խոսվում ամերիկայության մասին, բայց ամերիկայությունը չափազանց այսպես պարակտված եւ ցակուցրի վիճակի մեջ այսպես միասնական ճակատ ստեղծելը բավական դժվար է, ինչպես ասենք Հայաստանում շատ դժվար է լինում ընդդիմությանը, դե բոլորը նույն նպատակներ են տաբանդում Նիկոլին հեռացնելը, բայց բոլորին համախմբելը դժվար է։ Այստեղ էլ դժբախտաբար նույն խնդիրը կա, այսինքն միասնական քայլեր ձեռնարկելու, բայց ամեն դեպքում ես էլ հավատացած եմ, այո, որ Սփյուռքը մեծ անելիք ունի այս կապակցությամբ, հատկապես ամերիկայությունը նախագահ Թրամփին հիշեցնելու, որ իր հայտարարությունը որ կատարել։ Ամեն դեպքում, բայց հիմա նախագահ Թրամփի բնավորությունից էլ ելնելով, հիշում եք այդ իրավիճակը, որ ստեղծվեց, իրան մի բան հիշեցրեցին, ինքը տեղի վրա մի բան հայտարարեց, հիմա հիշում այդ հայտարարությունը չի հիշում, չգիտեմ, բայց դա ամեն դեպքում չի արդարացնում, մենք ամեն դեպքում պետք է մեր աշխատանքը տանենք եւ փորձենք իրեն հիշեցնել իր այդ հայտարարությունը, ինչպես հիմա Լեմկինի հաստատությունն է արել, մենք էլ նաեւ պիտի կարծում եմ, այո, անշուշտ պետք է այսպես իր աշխատանքը տանի եւ ես վստահեցնում եմ, որ տանում են եւ 20-ից հետո կտանեն այդ աշխատանքը։ Եվ վերջին հարց, երեք Թրամփը հայտարարում է, հուսով եմ Ուկրաինան արագ կգործի, քանի որ Ռուսաստանն այլևս այնտեղ է, նկատի ունենալով, որ այլևս ռուսական զորքը խշվել է էլ ավելի խորքերը Ուկրաինայի եւ Մակրոնի հայտարարությունը։ Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ Բրյուսելում եւ գագաթաժողովից հետո հայտարարեց Մակրոնը, խնդրեմ։ Գիտեք, հիմա խաղաղության նախագիծը հստակ գոյություն ունի, այսինքն կարծում եմ ջանքերը շատ հստակ են, որ ուղղված են Ուկրաինայի հարցի լուծմանը։ Հիմա ամբողջացած դիմադրությունը միայն Ուկրաինայի կողմից է, որ այդպես ասած փորձում ավելի նպաստավոր պայմաններով այդ իրավիճակից դուրս գալ։ Բայց շատ հետաքրքիր է հիմա Զելենսկու պահվածքը, եթե հայմատենք Նիկոլ Փաշինյանին, մենք բոլոր Զելենսկուն ծաղրում ենք, որպես այդպես ասած կոմեդիան, որ եկավ դարձավ նախագահ, իրակի մատեց այդ վիճակի, բայց գոնե այդքան հասկանում է, որ երկրի տարածքներ անցնելը միայն իր վրա պատասխանատվություն չի կարող վերցնել, եւ տեսնենք իր վերջին հայտարարությունները, որ եթե պիտի տարածքներ ինքը զիջի, դա պետք է լինի ժողովրդի կամքով, ժողովրդի այդպես ասած որոշումով։ Հիմա հայմատեք Նիկոլի պահվածքի, թե ինչպես ամեն ինչ Արցախը դրեց ու արդարացրեց ամեն ինչը, որ այդպես նախկինում արդեն ամեն ինչը տրված էր, ինքը միայն այդպես ասած ոչ մի դերակատարություն չուներ, տեղի ունեցավ։ Ամեն դեպքում ուզում եմ մի հատ մեր հայմատությունը անցկացնել, որ նաև մեկ այդ հնարավորությունը Նիկոլը ուներ անելու, կանգնելու, չզիջելու, պահանջելու ինչ-որ բան, եթե պիտի պատերազմը ավարտվի, եթե ինքը պիտի պարտվող կողմը լինի, այնուամենայնիվ պատվավոր կերպով պարտվի այս պատերազմում, հնարավորինս իր վրայից պատասխանատվությունը վերցնի ինչ որքան կարող է ժամանակ շահի, ինչը տեսնում ենք Զելենսկին, որ ինչպես է անում, ամերիկական բանակցությունների նստելու խաղաղության նախագծերը գալիս է ասում վերջի փուլին, խառնվում է ամեն ինչը, իհարկե վերջին ասած ուժող իրենք են լինում, որտեվ ամեն անգամ նույն նոր տարածքներ են կորցնում, ամեն դեպքում իրավիճակը հիմա այս վիճակը Ռուսաստանի հետ չեմ սխալվում Պուտինը հայտարարել է, որ եթե այս անգամ էլ խաղաղության համաձայնագիրը չլինի, երի տարածքների կորուստ ունենալու Ուկրաինան եւ հաստատ այդպես է լինելու եւ ես կարծում եմ Միացյալ Նահանգները արդեն աջակցությունը կտրել է ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում, Եվրոպան էլ արդեն հասկացել է, որ ամեն դեպքում հավիտյան չի կարող այս իրավիճակը շարունակվել մեջնաշով ինքն իր ժողովրդին էլ պետք է պատասխան տա այդ ամբողջ գումարների դիմաց, զենքի դիմաց, որ տալիս է Ուկրաինային հանուն ոչինչի պատերազմ ամղվում եւ գուցե հիմա խաղաղությունը շատ ավելի նպաստավոր տարբերակա բոլոր կողմերի համար։ Հիմա կարծում եմ տարբեր կողմերի ճնշում են գործադրում Զելենսկու վրա, որ կարողանան այդ համաձայնությանը հասնել։ Հիմա տարածքների հանձնման խնդիրը քաղաքապետարանում ամենաբարդ հարցն է, քիչ առաջ էլ ասացի, Նիկոլը շատ հանգիստ ամեն ինչը տվեց եւ խնդիրը փակեց, բայց տեսնում ենք Զելենսկին չի հանձնում եւ իրավիճակը այսպես շարունակվում։ Թե որքան հիմա կկարողանա ինքը դիմադրել, վերջում կհայտնվի Նիկոլի դիրքի մեջ ամեն ինչը քանձնի, թե մի ավելի այդպես ասած ուրիշ լուծում կգտնեն, կարծեմ պիտի սպասենք ժամանակը, տեսնենք ինչ կլինի։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան, որ համաձայնեցիք այս ուրույցին։ Հաջողություն ձեզ։